մեծ մասը հույսով այս մարդկանց աջակցել է սկզբից, որովհետև ինչ որ սպասելիքներ ա ունեցել։ Հետո չի արդարացել սպասելիքները, բայց որպեսզի դուք իմանաք ինչքան չի արդարացել, մի քիչ պատմեմ ձեզ ինչքան։ Ուրեմն Հայաստանի ու հարևան երկրների համեմատությունը պատմեմ։ Երբ որ ինքը եկել է իշխանության, Հայաստանը Ադրբեջանից 2.5 անգամ քիչ զենք ուներ։ Հիմա գիտեք ինչքան անգամ քիչ զենք ունի։ 8։ Այսինքն Ադրբեջանը 8 անգամ, մեկը 8-ին ավել զենք ունի։ Երբ որ ինքը եկել է իշխանության, Հայաստանի քաղաքացիները ընդամենը 5 միլիարդ դոլարի վարկ ունեին։ Հիմա գիտեք ինչքան վարկ ունենք, ժողովուրդ ջան։ 20 միլիարդ։ Վարկել 4 անգամ շատ, մարդ կա որ վարկ չունի ստեղ։ Ոնց որ մի հոգի երկրի ամբողջ բյուջեի աճը հնա որ ասում են աճել է 15 միլիարդ մենակ ժողովրդի վարկերն են ավելացել 7 միլիարդ էլ պետական պարտ կա ավելացրել էտա վարկերը բայց մենք շատ ենք փող աշխատում որ շատ վարկ է ժողովուրդը վերցրել տնտեսություն որ ասում ենք տնտեսություն պետքա կառուցենք ասում են չէ պետքա քաղաքականությունից խոսանք գնանք ասենք իրար հետ падգամավորների հետ քաղաքականությունից խոսանք տնտեսություն պետքա կառուցենք որ մարդիկ այդ վարկերի տակից կարենան դուրս գան որ բարձր աշխատավարձով աշխատանք ունենան ոնց է ձևավորվում բարձր աշխատավարձը երբ որ այնքան շատ գործի տեղ կա որ գործատուն անգնում քո հետևից ոչ թե դու տարբեր շրջաններ Հայաստանում այդ օրերը եղել են օրինակ ժամանակին Սպիտակում երբ որ շինարարություն էր վերականգնում էր Սպիտակը Քրկորյանի աջակցությամբ աշխատողները բոլորը շինարարության վրա էին ու աշխատավարձերը 2 անգամ աճել էին Քրկորյանի շնորհիվ նույն օրինակը ամբողջ Հայաստանում եթե շատ աշխատատեղեր են լինում աշխատավարձի չափը աճում է վարկերը այսքան ծանր չեն լինում սա է մեր տեսլականը